Շարունակեմ, հա, բայց առաջ Տիկին Մելոյան 3 հակակոռուպցիոներ հետևանքով դες ձեր ուժի հետ կապված այս դեպքում արդեն Ռուսաստանի դաշնակցությունը ահռոտ եւ գործունեություն իրականացնող հայ գործարարի հետ եւ նաեւ սուժիքն ասած որ ձեր ուժը բնակչությունների սպառնալիքով այնպես արել որպեսզի ընտրողները չգնան եւ վեճտան եւ նաեւ ոչնչացնեն ինչպես է պատահում որ հենց ձեր ուժի հետ են այդպեսի մենակ այսինքն իրական չեն այդ փաստերը չկան այդպեսի փաստեր Շնորհակալ եմ հարցի համար, եթե կարելի է նախախոսք ասեմ ու անցնենք հարցերի պատասխանմանը։ Նախ հարգելիներս շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր հետ տվեցիք մեկնարկը քարոզչության, այսօր մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց պաշտոնական ու նախընտրական քարոզչությունը։ Ու պատահական չէ, որ մենք հենց ազգային ժողովից ենք մեր մեկնարկը տալիս, սա խորհրդանշական օր է, 8 տարի առաջ մայիսի 8-ին այսօր գործող վարչապետը ընտրվեց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընտրվեց ժողովրդի վստահության քվեն ստանալով ու լրջագույն խոստումներ տալով, խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացվեցին ու ոչ միայն չիրականացվեցին, այլև մեր պետության, մեր բոլորիս, մեր ազգի համար ու մեր պետականության համար այս գործչի որպես վարչապետ ու որպես իշխանության կայացումը ունեցավ ողբերգական ու ճակատագրական հետևանքներ։ Հիմա մենք կանգնած ենք ազգային ժողովի դարպասների դիմաց, որը Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության ասեց բացվելու են ժողովրդի առաջ։ Բացեցին, այնուհետև այնպես զոդեցին, որ մարդիկ չեն էլ համարձակվում այլևս այս դարպասներին մոտ գալ։ Այս փողոցը ընդհանրապես տեսել է շատ խոստումներ, ելույթներ, նաև տեսել է հուսահատության պահեր, որը ես անձամբ կիսել եմ։ Ես այստեղ ոչ միայն որպես Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ եմ, ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իրավաբան, որպես կին, որպես մայր, որովհետև ինձ համար այս իրականությունը ընդունելի չէ, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ երկրում իրավունքը ու օրենքը ծառայեցվում է կոնկրետ քաղաքական ուժի շահերին, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ հայրենակիցներին վախեցնում են եւ ճնշում են ու հուսալքություն են տրամադրում։ Մեր երկրում մարդկանց մոտ հույսի ճրագ այնքան էր մարել, որ ի վերջո հայտնվեց այն առաջնորդը, պարոն Կարապետյանը, որ լինելով այդ պահանջը բավարարեց, լինելով քաղաքականության մեջ նոր, ունի բացառիկ փորձառություն։ Ու պարոն Կարապետյանը այդ մարող կրակը բոցավառել է։ Այսօր մենք մի իրականություն ունենք, որտեղ մեր երկրում Հայաստանի Հանրապետությունը լինելով բացառիկ իր պետություն ջրային ռեսուրսներով, մենք ամբողջ օրը մարզերով շրջում ենք, մարդիկ լրջագույն ջրի խնդիր ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանում է 15,000 ԱՄՆ դոլարի մոտ բոնուս պարգևավճար, մինչ Հայաստանի Հանրապետության մարզում երեխա է սոված քնում, իսկ ծայրահեղ աղքատությունը արկա է, էլ չասեմ աղքատությունը մարզերում, որոնք որոշ տեղերում անգամ կրկնապատկվել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, որը տուրիստական զմայել է, ընդամենը մարզերում ունենում է 0-ից մինչև 2% տուրիստական այցելություն։ Մեր երկիրը ունի ծաղկման, բարգավաճման, զարգացման բոլոր հնարավորությունները, բայց ամենալուրջ խնդիրը այսօր անվտանգությունն է ու այդ օդից կախված ոչ իրական խաղաղությամբ մեզ սպառնում են, վախեցնում են եւ այն կուսակցությունը, որ արդեն 3 սեպտեմբերյան պատերազմ է բերել մեր գլխին, լրացուցիչ սեպտեմբերյան պատերազմով է սպառնում իր ազգաբնակչությանը։ Այս իրականությունը փոխելու, փոփոխություն բերելու պահանջով ենք մենք գալիս, կրկին ընդգծում եմ, վերջապես մենք ունենք այն առաջնորդը մեր երկրում, ով ստանձնել է այդ բեռն ու պատասխանատվությունը, մեզ համար պատիվ է իր հետ այդ բահանը բարձր պահելու ու այո Սամվել Կարապետյանն է այն մարդը, որ կարողանալու է հանրային պահանջը փոփոխության կյանքի կոչել։
Այսօր, ահա, լսում եմ, անցնենք հարցեր։ Տիկին Մելոյան երեկվա Կայլ շատ կներեք, էլի իհարկե գործընկերուհին արդեն տվեց, եթե հակակոռուպցիոն կոմիտեի հարցին է վերաբերում։ Տեսեք, մենք արդեն շուրջ 1 ամիս է եւ չհաշված ընդհանրապես, հա, մեր քաղաքական ուժը միջազգային գործընկերներն ու դիտորդական առաքելություններն անգամ արդեն արձանագրել են, որ մեր նկատմամբ ընտրական գործընթացի կարևորագույն անկյունակարային հավասարության սկզբունքը խախտված է։ Մեր ուժի քաղաքական առաջնորդը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան ապօրինի սահմանափակումների տակ է, կներեք, ասեմ, անտրամաբանական անգամ սահմանափակումների տակ է, որովհետև այս քաղաքական ուժը կռիվը սկսեց պարոն Կարապետյանի ազատության հետ, այնուհետև կռիվ տվեց նրա նկարների հետ, այնուհետև կռիվ տվեց նրա անվան հետ։ Դատարանը նրա նկատմամբ բոլոր սահմանափակումները հանել է, բացառապես նրա ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Որն է նպատակը։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է, նպատակը սահմանափակելու պարոն Կարապետյանի հնարավորությունը մասնակցելու ընտրարշավին, որը նրա իրավունքն է ու մեր բոլորիս նրան աջակցող քաղաքացիների իրավունքն է, որը հանրային պահանջ է։ Այս միջամտությունները, հա, պարբերաբար մեր բոլոր մարզային կառույցներում քաղաքական իշխանությունը կատարում է միջամտություններ իրավապահ մարմինների կողմից։ Պարբերաբար առավոտը բացում է, խուզարկություն է տեղի ունենում, 15-20 աջակից, համակիր, աշխատակից բերման են ենթարկվում։ Այն պարագայում, երբ օրինակ կա բարեկիրթ եղանակ, հա, որն է բերման ենթարկելու պատճառը, չկա օպերատիվ անհրաժեշտություն, այդ մարդիկ որևէ գործընթացից չեն խուսափում, իսկ իրավապահները հնարավորություն ունեն ծանուցագրերով բարեկիրթ եղանակով մարդկանց հրավիրել։ Առաջին նպատակը վախի մթնոլորտի տարածումն է, մարդկանց վախեցնելու, իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն արտահայտելու։ Երկրորդ, փորձում են արհեստական պատկեր ստեղծել իբրև թե ինչ-որ կաշառքների։ Հարգելիներս, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք։ Մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք, բնական կերպով մարդիկ տասնյակ հազարներով անգամ էս վախի մթնոլորտին, անգամ անկախ այդ ճնշումներից գալիս մեր գրասենյակներում գրանցվում են։ Անգամ հիմա անդրադառնում, անգամ օրեր առաջ 74-ամյա տիկնոջով ընդամենը մտել էր գրասենյակ եւ անդամակցել էր, հա, թուղթեր ստորագրել, որ ցանկություն ունի անդամակցելու, տիկնոջը գնացել տանից բերման էին ենթարկել ու բնականաբար ժամեր անց բաց էին թողել։ Հիմա ձայնագրությունների բովանդակությանը կա նախաքննություն։ Ուր է անմեղության կանխավարկածը։ Հələ նախաքննությունը դեռ չմեկնարկած է, տրամաբանությունը որն է, խոսում են ինչ-որ պրոցեսի մասին, իշխանությանը առնչելի լրատվամիջոցները, այնուհետև հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները։ Մենք ունենք նախադեպ քաղաքական, երբ շատ հնչեղ քաղաքական գործով սրբազան շարժման մասին է, շուրջ 2 ամիս տարածվեց ձայնագրություն, շրջանառվեց, մանիպուլացվեց, այնուհետև պարզվեց, երբ նախաքննությունը ավարտվեց ու փաստաբաններն այլևս կաշկանդված չէին նախաքննության գաղտնիքով, որ այդ ձայնագրությունը խմբագրված էր եւ վերցված էր տարբեր ձայնագրության տարբեր հատվածներից։ Հիմա ով է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստ են։ Ով է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելի մարդիկ են։ Ով է հերքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները։ Ուր է մնացել անմեղության կանխավարկածը։ Ու գիտեք, ամենաամոթալին ու մտահոգիչը ինչն է, որ այս իշխանության ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնատար անձինք սկսած վարչապետից նախարարներով, падգամավորներով իրենց թույլ են տալիս այս ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով մանիպուլացնել, ռիլեր սարքել, պոստեր անել։ Ես անկեղծ զարմանում եմ, հա, այս մարդիկ գործով երբ են զբաղվում։ Հիշում եք, դուք ոչ անձամբ, բայց պարոն